2025 թվականի մարտի 14-ին ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրական հանդիպում, նվիրված Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի կողմից Մոսկվայում հրատարակված Նազատ Բուդուշե ալմանախին, որում տեղ են գտել հայ եւ օտարազգի ընդհանուր թվով աշխարհի 7 երկրներից 35 գրողների ստեղծագործություններ։ Ինչ է նշանակում Հյուսիսային Ամերիկայի գրողների միություն։ Հյուսիսային Ամերիկայի գրողների միությունը Կանադայում է։ Կանադայում է, ստեղծել են ռուսները։ Ես ակամա հիշեցի, երբ որ տեսա ծանոթությունը, որ այսպիսի բան է լույս տեսել, հաստատ մեր միջին ու ավագ տարիքի մտավորականները, գրողները կհիշեն անցած դարասկզբին, երբ նոր էր միությունը ձևավորվում, մի անծայրածիր արհեստական ընտանիքի մեջ հարյուրավոր ազգեր, ազգություններ, կենտրոնից այսպիսի մի գաղափար ծագեց, գրողների խմբեր ուղարկեն տարբեր հանրապետություններ, ինքնավար մարզեր, նպատակը 10 օր, 20 օր, չգիտեմ, մի ամիս լինել հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ տվյալ ժողովրդի ազգի ազգության արմատներն են, ուսումնասիրել, տեսնել եւ այդ ամենը դարձնել գրականություն, թարգմանել, տարածել, այսինքն որպեսզի այդ ժողովուրդները, ազգերը, ազգությունները հնարավորինս արագ ճանաչեն իրար եւ բնականաբար լավ կողմերով։ Խոսքով դա լավ բան էր։ Սա էլ ես դիտարկում եմ, իհարկե համեմատելու այդպես լիարժեք օրինակ չի, բայց այդ կարգի մի բան հետաքրքիր է, չէ, իմանանք, տեսնենք Բելարուս մեր գրչընկերները ինչով են ապրում շնչում 21-րդ դարում, նույն կերպ, երբ մեզանից նմուշներ է քաղվել, խնդրեմ, իմ եղբայրը, հոգի եղբայրը մխիթարը սպասում է իր հերթին, երբ որ ես տարիներ առաջ առաջին անգամ առնչվեցի իր հետ իր ծրագրերի, մի տեսակ անհավատալի թվաց։ Այս մարդը իր համառության, նպատակասլացության միջոցով կարողացավ ստեղծել ներսում մի կառույց եւ այդ կառույցը նշանավորել տասնյակ ու տասնյակ տարաբնույթ միջոցառումներով։ Գեղարվեստական գրքի հեղինակ եմ եւ տպագրված եմ 50-ից ավելի համահեղինակային այլ գրքերում մեր մշակույթի գործիչների միության նախաձեռնությամբ։ 28 տարի բնակվել եմ Արցախում, եղել եմ 25 տարի Ստեփանակերտ թերթում աշխատել եմ, որի վերջին 20 տարում որպես Ստեփանակերտ թերթի գլխավոր խմբագիր։ Այդ հայապահպանության գործը մենք կատարել ենք բավականին բարձր հիմքերի վրա։ Մենք Մխիթարի այդ աշխատանքներ ենք կատարել եւ Ավստրալիայի հետ միասին այնտեղ այդ կազմակերպության ակադեմիայի կազմակերպության մեջ 23 միջազգային տարբեր երկրներից ներկայացուցիչներ կային, որոնց ես Արցախից ուղարկել եմ Արցախի դպրոցականների ստեղծագործությունները եւ բանավոր եւ գրավոր Արցախը ճանաչելի դարձնելու համար եւ ազգային ողբերգության այդ շունչը եւ շատ շնորհակալ եմ եւ Մխիթարին եւ բոլորից, որ այսպիսի գեղեցիկ նախաձեռնություն Հայաստանի սահմաններից դուրս մեր գիրը, մեր ազգի տեսակը, մեր ազգային ողբերգությունը այսպես հասանելի դարձնելու համար։ Ձեռնությունը համահեղինակ դառնալու ալմանախին շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Մխիթար Մոսկուշեղյանին, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես մասնակցեցի Գուրգեն Բալայանի անվան մրցույթին, պոեզիա ժանրում, իհարկե շատ թերահավատորեն, չէի հավատում, որ ինչ-որ արդարություն կարող է լինել, կարող եմ ես հաղթել կամ ինչ-որ մրցանակի արժանանալ տեղ զբաղեցնել, բայց ի զարմանս ինձ պոեզիա ժանրում երկրորդ անվանակարգում, պոեզիա անվանակարգում
Здравствуйте, уважаемые коллеги, друзья, единомышленники. Прошло ровно 3 года, как мы, Միջոց Արմանը իրենց ողջույնի խոսքերն էին հղել Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, Ռուսաստանի բանաստեղծների ազգային միության նախագահ Նիկոլայ Ժդանով Լուցենկոն եւ այլ օտարազգի в գործիչներ։ течение 3 лет мы создали несколько международных конкурсов, которые уже стали ежегодными. В их числе ежегодный международный литературный конкурс «Мое сердце в горах» имени Уильяма Сарояна, конкурс живописи имени Ивана Айвазовского, музыкальный конкурс имени Комитаса, а в 2024 году мы организовали впервые конкурс имени Сильвы Капутыкян в честь 105-летия выдающейся поэтессы всех армян. Мы еще в 2022 году выпустили сборник современной драматургии, куда вошли 13 авторов из 8 стран мира. Сегодня мы сделали шаг вперед. Мы организовали и выпустили сборник современной литературы, прозы и поэзии «Назад в будущее», куда вошли произведения 35 авторов из 8 стран мира. Вот такими проектами мы развиваем наши литературные, культурные связи, укрепляем отношения и делаем шаг вперед в культурной дипломатии. Сегодня многие из наших коллег и единомышленников собрались в доме-музее Сильвы Капутыкян, чтобы отметить выпуск сборника первого тома нашего альманаха «Назад в будущее». Желаю всем вам провести хорошего времени. Я уверен, что вы будете общаться на общие наши литературные темы, улыбаться, давать друг другу идеи и, самое главное, надежду на лучшее будущее. Всех благ! Здравствуйте, дорогие армянские друзья! Сегодня я решил записать вам приветствие не в писательском кабинете, не в библиотеке, даже не в Государственной Думе, где я частенько бываю. Я Николай Жданов Луценко, председатель Национального союза поэтов России, и я записываю свое приветствие вам на знаменитой Рублевке, которую раньше называли Царская дорога. Прекрасный весенний день. Только что мы отметили замечательный праздник 8 марта, и я пользуюсь случаем, чтобы всех армянских красавиц поздравить с праздником весны и любви и пожелать им быть обожаемыми всеми мужчинами. А поводом для моего обращения к вам явился замечательный международный проект, публикация сборника «Назад в будущее», в котором приняли участие 35 литераторов из 8 стран. Вообще я должен сказать, что писатели из Армении большие молодцы, потому что в какие бы игры ни играли политики, какими бы бизнес-проектом не занимались бизнесмены, только деятели культуры способствуют тому, что народы становятся ближе, потому что они несут идеалы добра, любви, и нет ничего выше творчества. Поэтому я приношу вам сердечную благодарность за то, что я имею возможность участвовать в ваших проектах.
как иностранный член Общества деятелей культуры Армении. И я благодарен Мушойгу Мавсесовичу Мхитаряну за его приглашение, за то, что мы поддерживаем регулярный контакт. Я желаю, чтобы такие проекты никогда не заканчивались, потому что они реально строят мосты между нашими народами. И мы опираемся на прекрасный опыт наших предков, тех, кто был до нас, и мы прокладываем мосты для будущих поколений. Ну а в заключение я хочу сказать, что все мужчины Кавказа очень хорошо меня поймут, чем я сейчас занимаюсь, потому что нет ничего лучше, как пожарить шашлык для друзей. Приветствую всех вас и спасибо за то, что вы есть. Дорогие друзья, для каждого писателя очень важно, когда выходит его новая книга. Но думаю, что вы со мной согласитесь, участие в коллективных сборниках имеет особое значение. Ведь под одной обложкой, как и в данном альманахе, собраны произведения абсолютно разных авторов. Мы живем в разных странах. У нас, вероятно, разное представление о жизни, о традициях, о культуре наших народов. Но мы, каждый, через свои мысли, через свою душу, через живое слово писателя рассказываем о тех чувствах, которыми живут наши народы. Мы пишем о том, что нас волнует, трогает. Точно так же своими произведениями авторы хотят тронуть душу своих читателей. И это очень хорошо, что слово объединяет нас. Слово служит нашей дружбе, познанию нашему друг друга, наших народов. И я думаю, что такие сборники будут содействовать и дальнейшему укреплению мира, чтобы наша земля была прекрасной и цветущей. Дорогие друзья, всех приветствую. Я Копейкина Нелли Григорьевна, президент Интернациональной академии современной культуры, город Москва. Знаю, сегодня, 14 марта, вы собрались в храме искусств в доме-музее Сильвы Капутикян. Это замечательный повод, я знаю, очень замечательный. Сегодня вы будете презентовать литературный сборник произведений разных авторов, разных по жанрам, по каким-то чувственным восприятиям и, главное, из разных стран. Вот этим своим сборником вы, уважаемые организаторы этого мероприятия, создатели этого сборника, инициаторы, вы делаете большое дело, вы едините народы, народности. Ну и вообще все мы, и авторы, и читатели, все мы тоже причастны к этому событию, очень рады, благодарны вам. Գոր Պողոսյանին գրողների միության Նազատ Բուդիշչե միջազգային ռուսալեզու ալմանախի Անդրանիկ հատորում որպես համահեղինակ հանդես գալու կապակցությամբ։ Մյուսները որ նորացել ես էլ չկարտա Ջերմ մթնոլորտում անցած միջոցառման ավարտին հայկական բաժանմունքի կողմից դիպլոմներ եւ շնորհակալագրեր հանձնվեցին գրքի մասնակիցներին եւ հանդիպման կազմակերպիչներին։
Կարո Վարդանյանին, որպես համահեղինակ հանդես Արզվիկ Ժանեչյանին, Արմենուհի Դելիրջանին արդեն որպես նախնակ եւ ես կասեի մեր լավագույն ընկերներից մեկը վերջին հայտնագործությունը։ Իմ համար։ Սոֆիա Սարգսյանին, Իրինա Արամյանին, Ուրեմն ես երկու խոսք ասեմ, այս դիպլոմի կապված կներես Գալիկյան, 14 տարի առաջ ուղիղ 21 թվականին Կալիֆոռնիայի գրողների միության հայգիշ մրցանակաբաշխության շրջանակներում լավագույն գրող ենք դարձել ես էլ, Լարիսան էլ